Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ձեզ սիրելի ժողովուրդ, այսօր որոշեցի մի քրեական գործի մասին խոսեմ, որովհետև ես պաշտպանություն եմ իրականացնում։ Այս գործի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ այն տեղավորվում է այսպես կոչված թալանի վերադարձի հետ, կոռուպցիայի դեմ պայքարին։ Մասնավորապես այս գործը քննվել է հակակոռուպցիոն կոմիտեում, այսինքն արարքային կոռուպցիոն հանցագործություններից է, որը արժանի է ճակերտներում հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը։ Հիմա պատմեմ ինչի մասին է գործը։ Ուրեմն նախկին մի շարք գյուղապետերի նույն համայնքում մեղադրանք են առաջադրել մի շատ զավեշտալի հանգամանքի վերաբերյալ։ Մասնավորապես ինչ են ասում։ Ասում են, այ ձեր գյուղի անասնաբույժը գրանցված լինելով համայնքում, համայնքի աշխատակից որպես աշխատանքի օրերի մեծ մասը չի ներկայացել, բայց ստացել է աշխատավարձ։ Որպես հիմնավորում այդ իրենց մեղադրանքի կամ պնդման վերում են հայտնի են տաբելներ հասկացությունը։ Տաբելները ով չգիտի, ասեմ ինչի մասին է խոսքը, դրանք ներքին կարգապահական կանոններով հաստատված ցանկն է կամ այսպես ասած փաստաթուղթն է, որտեղ աշխատակիցը ամեն օր ներկայանալուց աշխատանքի ստորագրում է եւ օրվա վերջում աշխատանքից գնալուց, վերադառնալից, մեկնելիս նորից ստորագրում է, որ ինքը դուրս եկավ աշխատանքից։ Այսինքն, այսպես ասած, նրա աշխատաժամանակի հաշվարկն է իրականացվում։ Հիմա այն հաստիքը, այն պաշտոնը մի քիչ իհարկե չափազանցված կլինի այս դեպքում ասելը, բայց այն հաստիքը, որ զբաղեցրել է այն անձը, որին ասում են իբր դու տարվա կտրվածքով աշխատանքային օրերի կեսը չես եկել աշխատանքի, ոչ ավել, ոչ պակաս, համայնքի անասնաբուժի մասին է խոսքը։ Այսինքն համայնքի ղեկավարին կամ գյուղապետին կամ մի շարք այլ գյուղապետերի մեղադրում են նրանում, որ անասնաբույժը իբր ամեն օր ժամը 9-ից մինչև 6-ը չի ներկայացել աշխատանքի, բայց ստացել է աշխատավարձ։ Կարծում եմ բոլորի համար հասկանալի է, չէ՞, ժամը 9-ից մինչև 6 աշխատանքի ներկայանալ ինչի մասին է, որ աշխատողների մասին է խոսքը, հա։ Այդպիսի աշխատողներ կարող են լինել օրինակ գրասենյակներում աշխատողները, պետական կառավարման համակարգում աշխատողներ, այսինքն բոլոր այն աշխատանքները, որոնք կապված են մեծամասամբ աշխատասենյակում կամ որևէ այլ հիմնարկի ներսում աշխատելու հետ, բայց անասնաբույժը, ով համայնքի գյուղի անասնաբույժն է, ով ամենօրյա ռեժիմով կամ նույնիսկ ոչ ամենօրյա, շաբաթը գուցե 1, ամիսը գուցե 2 անգամ պետք է այցելի բնակիչներին, նրանց անասնագոմեր, նրանց կենդանիների բուժի, կենդանիների վարակման դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկի, նրանց վակցինացումը լուծի, այսինքն անասնաբուժի աշխատանքը, կարծում եմ հենց զավեշտը այստեղ է, որ մեր հակակոռուպցիոն կոմիտեն կամ այս իշխանությունը պատկերացնում է, որ անասնաբուժի աշխատանքը դա գրասենյակային աշխատանք է եւ անձը պետք է ամեն օր ներկայանալ աշխատանքի։ Եվ մի շատ կարևոր հանգամանք կա այստեղ, որ համայնքում չի գտնվել գեթ 1 բնակիչ կամ չեն գտել գեթ 1 անասուն ունեցող գյուղացի, որը կդժգոհեր այս անասնաբուժի աշխատանքից։ Եվ վերջնական արդյունքում հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ներկայացրել քրեական գործ, որտեղ համայնքի ղեկավարին գյուղապետին մեղադրում են 1.2 միլիոն պետության վնաս պատճառելու համար։ Պատկերացնում եք, չէ՞, 1 տարվա ընթացքում կամ 1 տարվա ընթացքում 1.2 միլիոն վնաս տալու համար։ Վնասն էլ ինչն էր, ինչպես ասացի, որ այդ մարդը չի ներկայացել իբր աշխատանքի, մինչդեռ նորից հիշեցնեմ, որ այդ մարդու աշխատանքը նորմավորված գրաֆիկով չէ եւ նա ամենօրյա ռեժիմով պետք է գտնվի համայնքում կամ ամենօրյա ռեժիմով չէ, երբ կլինի դրա անհրաժեշտությունը, նա պետք է գնա համայնքում բնակիչներին, որպեսզի համապատասխան իր բուժումը իրականացնի կազմակերպի։ Սրա ֆոնին 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, մի հետաքրքիր տեսանյութ աչքովս ընկավ։ Նկատեցի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ հետ ուղղաթիռով մեկնել է Տաթև։ Ընդ որում, մեկնել էին նրանք Տաթև իրականացնելու վարչապետի տիկնոջ երբեմնի երևի թե երազանք հանդիսացած դասավանդելու այդ ծրագիրը։ Մասնավորապես կրթվել է ժամանակակից է, կրթվել է մոդա, ինչ որ այսպիսի մի ծրագիր է իրականացնում, որը որևէ առնչություն չունի պետական կառավարման հետ։ Այս ծրագիրը կրթվել է նորաձև է, հիշեցի, կրթվել է նորաձև է ծրագիրը, սա մասնավոր հասարակական գործունեությամբ պայմանավորված
անձի կողմից ստեղծած այդ ծրագիրն է, որ յուրաքանչյուրս կարող ենք իրականացնել, մենք էլ բազմաթիվ այդպիսի նախագծեր ենք իրականացնում, օրինակ 5 իրավապաշտպանների շրջանակներում մենք ամառային դպրոց ենք կազմակերպում, տարբեր մեր ընկերների ֆինանսական աջակցության միջոցով 10-12 ուսանողի կամ արդեն ավարտած իրավաբանի մեկնում ենք Գոշավանք, այնտեղ իրականացնում ենք հնգօրյա դպրոց, մի խոսքով, սրանք հասարակական նախաձեռնություններ են, որոնց հետ կապված պետական մասնակցություն չկա։ Այդ թվում նաև վարչապետի տիկնոջ նախաձեռնությամբ կրթվել է նորաձևը ծրագիրը, սա մասնավոր հանրային հասարակական նախաձեռնություն է, բայց այս նախաձեռնության մեջ օգտագործվում է պետական ռեսուրս հանդիսացող ուղղաթիռը, նրա վառելիքը, նրա ժամածախսը եւ այլն, նրա անձնակազմի աշխատավարձները։ Հիմա դուք ուղղակի հաշվարկեք, անասնաբուժը, ով 1 տարի շարունակ աշխատել է այնպես, որ գյուղում չի գտնվել գեթ 1 մարդ, 1 բնակիչ, որը կդժգոհեր այս անասնաբուժի կատարած աշխատանքից եւ վկայությունները ցույց են տալիս, որ ընդհանրապես այդ համայնքում անասնապահությունը աճ է գրանցել եւ կենդանիների հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվել, այս մարդը իր գործառույթները ամբողջությամբ իրականացնելով չի գտնվել ժամը 9-ից մինչև 6 աշխատանքի վայրում, ինչը որ ըստ էության այնց այդպես էլ նրա աշխատանքի բնույթն է, չկա այդպիսի նորմավորում, որ նա պետք է 9-ից 6 լիներ աշխատանքի, բայց այդ մարդու կատարած աշխատանքի այս դեպքում արդեն հետևանքով գյուղապետին դատում են քրեական պատասխանատվության ենթարկում 1.200.000 դրամ պետությանը վնաս տալու համար։ 1.200.000 կրկնում եմ, այս արարքը չունի հետևանք եւ ունի դրական ազդեցություն համայնքի բոլոր անասունները, գյուղատնտեսական նշանակության համար մնացած այդ ամբողջ համակարգը գործել է իդեալական։ Հակառակը որևէ կերպ հակագործություն կոմիտեն չի կարողացել հիմնավորել։ Իսկ ինչ արդյունք է տվել, կրթվել է նորաձև է այս նախաձեռնությունը, որ իրականացնում է վարչապետի տիկինը։ Կարելի է տեսանելի է, կարելի է այսպես ուղղակի փաստել, որ կրթվել է նորաձև է նախաձեռնություն իրականացնելուց հետո վարչապետի տիկինը սկսել է խոսել այլ բառամթերքով, մասնավորապես քաղաքացիներին անվանելով տգետ, ոճիլ եւ շատ ավելի զզվելի արտահայտություններ։ Շնորհակալություն, այսօր սրա մասին էի ուզում խոսեի, մենք հավանաբար հետագայում նույնպես ես առանձին գործերով հանդես կգամ, առանձին գործերի մասին ձեզ կպատմեմ, բնականաբար այն գործերի, որոնց վերաբերյալ խոսելը արդեն թույլատրելի է եւ որոնք գտնվում են դատական պրոցեսի ընթացքում։ Շնորհակալություն, կհանդիպենք։